Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ տնտեսագետ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Քթոյան։ Բարև ձեզ։ Պարոն Քթոյան, վերջին օրերին ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը դա ցորեններ, ռուսական, ապա նաեւ ղազախական, բայց այստեղ քննարկման առարկան ոչ այնքան ցորենն էր, որքան որ այդ ցորենը Հայաստան էր հասել Ադրբեջանի տարածքով եւ քննարկումները չեն դադարում, օրինակ ընդդիմությունը պնդում է, որ սա ոչինչ չտվող process է, իշխանությունն ասում է, որ սա դիվերսիֆիկացիայի մաս է եւ օգոստոսի 8-ի այդ խաղաղության իրողություններն են արդեն գետնի վրա արտացոլված եւ այսպես շարունակ։ Ըստ ձեզ ինչ է տեղի ունենում եւ սրա տնտեսական էֆեկտը ո՞րն է Հայաստանի համար։ Շնորհակալություն, նախ պետք է մի հստակեցում անեմ, որ այն բոլոր դրույթները կամ կարծիքը, որը կներկայացնեմ, դա իմ անձնական կարծիքն է եւ ոչ թե Կենտրոնական բանկին է կամ բանկի խորհրդին է։ Ըստ էության էլի, եթե վերանանք այն ուրեմն հանգամանքից, թե որ ուժը ինչ պնդումներ է առաջադրում, ըստ էության ունենք հետեւյալ իրողությունները, տարիներ շարունակ խոսում է դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունից, դա շատ կարևոր հանգամանք է, արտահանման, օրինակ շուկաների կամ մատակարարման, ներմուծման, այսպես շուկաների դիվերսիֆիկացման առաջնային պայմանը կապուղիներն են եւ մենք տարիներ շարունակ դրա լրջագույն խնդիր ունեցել ենք։ Եթե վերցնենք ամենատարբեր միջազգային կառույցների հետազոտությունները, դրանցում շատ այսպես հստակ գնահատականներ կան, որոնք նշում են, որ փակ սահմանների առկայությունը կամ սահմանափակ կապուղիների առկայությունը տնտեսական զարգացման համար լուրջ խոչընդոտ է հանդիսանում եւ այն գործընթացը, որը դուք նկարագրեցիք, ես որպես տնտեսագետ դիտարկում եմ հենց նոր կապուղիների գործարկման տրամաբանության մեջ։ Այստեղ էական չի այս պահին այդ կապուղին ինչի համար է օգտագործվել, կոնկրետ փաստ է, իրողություն է, որ որոշակի քանակությամբ ուրեմն պարեն է ներմուծվել եւ դա նշանակում է, որ այդ կապուղին ըստ էության աշխատել է եւ եթե այդ աշխատելու հանգամանքը կայուն բնույթ կրի, կարծում եմ դիվերսիֆիկացիայի տեսանկյունից շատ կարեւոր է։ Եվ սա ընդգծում է, որ մենք այսօր գտնվում ենք այն վեկտորի վրա, որի վերջնակետը հուսանք կլինի ընդհանրապես կոմունիկացիաների ապաշրջափակումը եւ նորից նշեմ, որ տարբեր գնահատականներով շրջափակման հանգամանքը Հայաստանի օրինակ արտահանման, խթանման համար եւ ոչ միայն արտահանման, այլև տնտեսական զարգացման տեսանկյունից բացասական այսպես նշանակալի ազդեցություն ունեցող գործոն է հանդիսանում։ Տնտեսական քաղաքական առումով Ադրբեջանի կողմից այս տարանցման արգելքը վերացնելը եւ նաեւ այդ երթուղին ունենալ, ասես ինչ դրական էֆեկտ ունի Հայաստանի համար, որովհետեւ էլի նույն պնդումների համաձայն ընդդիմադիր շրջանակներ սա ավելի շատ մեծացնում է կախվածությունը, քան այլընտրանքի մասին է։ Հիմա սա այլընտրանքի մասին է, թե կախվածություն է մեծացնում եւ տնտեսական քաղաքական առումով սա ինչ դրական էֆեկտ կարող է տալ։ Ըստ էության էլի տեսեք, մենք խոսում ենք այլընտրանքային արվորության մասին։ Մենք փաստացի մեր հիմնական ապրանքային շուկաների հետ միանալու սահմանափակ հնարավորություններ ունենք, օրինակ, ասենք ռուսական շուկայի հետ կապվել է, կապը տեղի ունենում ուրեմն Վրաստանի տարածքով, Վերին Լարսով եւ այդ կապուղին այսպես ունի սահմանափակ թողունակություն, տարվա որոշ եղանակների այն ընդհանրապես փակ է լինում, մենք այդ գործոնը եւս պետք է դիտարկենք, օրինակ ասենք լինում են շաբաթներ, երբ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր բեռնատարներ սահմանի այս կամ այն կողմում են եւ չեն կարողանում անպատասխան բեռնափոխադրում իրականացնել եւ միջին գնահատականներ կան, մեկ օրվա պարապուրտը շուրջ $100, այսպես միջինացված գնահատականը վնաս է հանդիսանում, եթե դա բազմապատկենք այդ բեռնատարների քանակով, պարապուրտի քանակով, դա լուրջ տնտեսական վնաս է։ Հիմա այլընտրանքային կապուղի առկայությունը հնարավորություն է տալիս ամենայն դեպս այդ ռիսկային ժամանակահատվածներում ունենաս այլընտրանք եւ խուսափես այդ օրինակ վնասներից։
Եվ բացի այդ պետք է, եթե պատկերը շատ ավելի լայն նայենք, այստեղ հատկապես այսպես վերջին մի քանի տարիներին ակտիվացել են խոսակցությունները միջին միջանցքի թողունակության բարձրացման շուրջ եւ միջին միջանցքը որպես այսպես մեգա նախագիծ, աշխարհաքաղաքական եւ տնտեսական մեծ կարեւորություն ունեցող նախագիծ, այն հետաքրքիր է նաեւ Հայաստանի համար եւ այս այսպես կապողու գործարկումը ըստ էության կարելի համարել առաջին քայլը, որը որ նաև կարող է հնարավորություն տալ փորձարկել այսպես պիլոտային ռեժիմում, թե ընդհանրապես, եթե ավելի գլոբալ, ավելի մեծ նախագծի մասին մենք խոսենք, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ շփումները ինչ տրամաբանության մեջ կարող են լինել։ Պարոն Քոթարյան, եթե սա տնտեսական առումով նաև դրական էֆեկտներ է բերում, ապա ինչու ներսում ամեն դեպքում կա այսպես ընդվզում եւ որոշ ուժեր եւ կամ անհատներ փորձում են ցույց տալ, որ սա լավ տեղ չտանող ճանապարհ է առնվազն։ Այստեղ արդեն գալիս են քաղաքական գնահատականին, ես ձերս կմնամ քաղաքական որևէ գնահատական տալուց, զուտ որպես տնտեսագետ կարող եմ համարել, որ չկա որևէ մի տեսություն, որը որ ցույց կտա, կհիմնավորի, որ ասենք այլընտրանքների մեծ թիվը ավելի վատ տարբերակ է, քան փոքր թիվը։ Եթե մենք կոմունիկացիաներից ենք նույնիսկ խոսում, ըստ էության, այո, այսօր կոմունիկացիան հիմնական ուղղությունները երկուսն են եւ այլընտրանքային երրորդ ուղղությունը ունենալը որևէ կերպ որևէ բացասական այսպես ազդեցություն ունենալ չի կարող, չեմ կարծում, եթե խոսում ենք կախվածությունից, ապա այստեղ նշանակում է, որ եթե նախկինում երկու կապուղուց էիր կախված, հիմա քո կախվածությունը արդեն 3 կապուղուց է լինում, իսկ դա նշանակում է, որ ամենառանձին կապուղու չգործարկվելը քեզ ավելի փոքր այսպես ռիսկի է ենթարկում, ավելի քիչ կախվածություն է ենթադրում, քան մինչ այդ կարող է լինել եւ բնականաբար ցանկալի է, որ այս գործընթացը շարունակվի եւ մենք ունենանք ավելի մեծ թվով այլընտրանքներ, ինչը հնարավորություն կտա ըստ էության ինստիտուցիոնալ հենք ունենալ դիվերսիֆիկացիայի համար։ Այլապես մենք խոսում ենք անդադար դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության մասին, բայց ելի գալիս հանգում ենք ենթակառուցվածքային սահմանափակումների։ Մենք կարող ենք, ասենք, Ղազախստանից որոշակի ուրեմն ապրանքներ ներմուծել, բայց ենթակառուցվածքի բացակայությունը կամ սահմանափակություն թույլ չի տալիս դա անել։ Դա չի նշանակում, որ եթե դու ընտրել ես մեկ որևէ այլընտրանքային այսպես մատակարարման շուկա, որտեղից դու կարող ես մատակարարում իրականացնել, չի նշանակում, որ հրաժարվելու ես այն շուկաներից, որոնք որ կան։ Սա պարզապես ընտրության հնարավորությունը մեծացնող հանգամանք է։ Պարոն Քոթարյան, տեղական ժամանակ է խոսվում է տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին, պարենային անվտանգության եւ դիվերսիֆիկացիայի մասին։ Հիմա տեղի ունեցողը նույն ղազախական ցորենը, որ Ադրբեջանի տարածքով հասնում է Հայաստան, մենք կարող ենք դիտարկել դիվերսիֆիկացիայի մաս, թե սա պարզապես այս պարենը պարզապես Ադրբեջանի տարածքով է հասել Հայաստան։ Հիմա սա դիվերսիֆիկացիա է, թե ոչ։ Ըստ էության նայեք դիվերսիֆիկացիայի համար դու պետք է ունենաս կապուղի։ Այո, մենք կարող ենք Ղազախստանից որոշ բաներ ներմուծել կամ արտահանել Ղազախստան, կարող ենք, ասենք, չգիտեմ, այլ Թուրքմենիայից որոշ բաներ ներմուծել կամ արտահանել եւ այլն։ Շուկաներ դու պոտենցիալ կարող ես ունենալ, բայց եթե չկա կապուղի, որ այդ շուկայի հետ որևէ հարաբերություն կարողանաս կառուցել, արդյունավետ հարաբերություն, բնականաբար դիվերսիֆիկացիան դա կմնա բարի ցանկության տիրույթում։ Հետևաբար այս ենթակառուցվածքային կարողությունները, լոգիստիկ կարողությունների ձևավորումը դիվերսիֆիկացիայի առաջնային պայմաններից մեկն է։ Սա նախապայման է։ Եթե սա չկա, հաստատաբար դիվերսիֆիկացիայի մասին չես կարող խոսել, եթե սա կա, այո, կարող ես արդեն դիտարկել դիվերսիֆիկացիայի մյուս խնդիրները, ինչպես մտնել այդ շուկա կամ այդ շուկայից ինչպես դու կարողանաս, ինչ ապրանք կարող ես ներմուծել
ինչ գնով եւ այլն, սա ըստ էության մենք հիմա խոսում ենք ինչ որ առումով պիլոտային, այսպես երևույթի մասին, հա, մեկ անգամյա այս պահին այդ կապուղու փորձարկման, գործարկման առաջնային քայլն է արված եւ պետք է հուսալ, որ դա անդադաբար արդեն այսպես անդադ գործընթաց կլինի, դա նորից կրկնեմ դիվերսիֆիկացիայի կարևոր նախապայման է։ Ռուսաստանից նաև եղավ հայտարարություն, որ Հայաստանը քաղաքական նպատակներով փորձում է պոկվել, այսպես ասած, Կրեմլից եւ այդ նպատակով որոշել է ցորեն գնել ոչ թե Ռուսաստանից, այլ Ուկրաինայից, որը կրկնակի անգամ ավելի թանկ է ըստ ռուսական այս մեկնաբանության եւ այսպես շարունակ։ Նաև մեղադրում են Ուկրաինային այս իրավիճակում օգնելու մեջ։ Պարոն Քթոյան, ըստ ձեզ նախ այս հայտարարությունները ինչ տրամաբանության մեջ հասկանալ, սա կարող ենք դիտարկել որպես խանդի դրսևորում, որովհետև ռուսական կարծես թե այսպես ռուսական շուկան պիտի մեր համար միակը լիներ, ինչպես իրենք են մեկնաբանում եւ անգամ Ադրբեջանի տարածքով առաջինը ոչ թե ղազախական ցորենը հասավ, այլ ռուսականը, ըստ ձեզ դա պատահական էր թե ոչ, այնինչ խոսք էր գնում առաջնահերթությունը տալ ղազախական ցորենին։ Եվ ինչի մասին են նաեւ այս հայտարարությունները, որ Հայաստանը չակերտավոր ասած հանդգնել է ցորեն գնել նաեւ Ուկրաինայից կամ ապագայում նման քայլերի պիտի գնա։ Ըստ ձեզ արդյոք կարող է Հայաստանը ցորեն գնել եւ դա տնտեսապես շահավետ է Հայաստանի համար ցորեն գնել Ուկրաինայից եւ ինչի մասին են այս հայտարարությունները։ Ըստ էության ինքնիշխան երկիրը, ինչպեսին որ Հայաստանի Հանրապետությունն է, ոչ միայն իրավունք ունի, այլ պարտավոր է ամեն ինչ անել պետությունը իր պայմանային անվտանգությունն ապահովելու համար։ Իսկ պայմանային անվտանգությունը ենթադրում է, որ պետք է դիտարկես ամենատարբեր աղբյուրներից մատակարարումների հնարավորությունը, գնահատես դրանց իրատեսականությունը, տնտեսական նպատակահարմարությունը, իրավական հնարավորությունները եւ այլն։ Այն ես եթե կոնկրետ շուկաների մասին չխոսեմ, կոնկրետ ուղղությունների նոր մատակարարների որոնումը դա այսպես իմպերատիվ պարտավորություն է եւ երբ որ մենք ասում ենք ազգային անվտանգություն, որի բաղադրիչը հանդիսանում է տնտեսական անվտանգություն, այդ թվում նաև պարենային անվտանգությունը, հենց սա նկատի ունենք, որ պետք է նաև աղբյուրները մատակարարման դիվերսիֆիկացվեն։ Իսկ կոնկրետ տվյալ ուղղության մասով գնահատականներ չեմ կարող տալ, չեմ տիրապետում թվերին, թե ինչ տնտեսական այսպես օգուտ վնաս կամ գինը մատակարարման, այսպես կապուղիները ինչ ծախսեր են ենթադրում։ Ամենայն դեպս պետության որպես պարտավորություն եմ դա դիտարկում եւ պետությունը այո ամեն ինչ պետք է անի հնարավորինս մեծացնելու մատակարարումների շրջանակ հակառակ դեպքում եւ դա աքսիոմատիկ այսպես իրողություն է փոքրացնելով մատակարարման աղբյուրները դու լացիչ ռիսկեր ես ստեղծում առաջի հերթին ինքդ քեզ համար որևէ պետություն առավել եւս Հայաստանի Հանրապետություն նման շռայլություն իրեն թույլ տալ չի կարող։ Իսկ երրորդ երկրներից նման հայտարարությունները ինչպես կարող ենք հասկանալ, ինչպես կարող ենք դիտարկել նորմալ է, որ երրորդ երկրից օրինակ նման հայտարարություններ են հնչում, որ Հայաստանը օրինակ իրենց շուկան կամ այլ շուկա գերադասում է իրենց շուկային եւ այսպես շարունակ։ Սրանք քաղաքական հայտարարություններ են։ Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջնորդվի իր ազգային պետական շահերով եւ իր օրակարգը պետք է լինի իր ազգային պետական շահերի սպասարկում։ Դա է ըստ էության պետության առաջնահերթ պարտավորությունը, եթե շահերը պահանջում է, որ պետք է դիվերսիֆիկացվեն մատակարարման աղբյուրները, ապա այդ իրողությունը կամ այդ խնդիրը պետք է լուծվի եւ մնացածը գնահատականների տիրույթում է արդեն։ Եվ տևական ժամանակ է, պարոն Քթոյան, խոսվում է նաև TRIP ծրագրի մասին, տեղյակ եք վստահ եմ օգոստոսի 8-ի այդ իրողությունների ստորագրված համատեղ հռչակագրերի մասին, եւ այստեղ էլի քննարկումները չեն դադարում, եթե քաղաքական կոմպոնենտը մի կողմ թողնենք, թե դա ում է պետք, ով է դրանից շահում, օրինակ ուժեր կան էլի այստեղ պնդում են, որ այդ TRIP պրոյեկտից կարող է շահել Ադրբեջանը, տարածաշրջանում օրինակ այլ երկրներ, Թուրքիան, բայց ոչ միայն Հայաստանը։
Հիմա հասկանանք Հայաստանը ինչ է ստանում այս TRIP պրոյեկտից, ճանապարհների ապաշրջափակում է դա ենթադրում առաջին հերթին Ադրբեջանի հետ, իսկ մենք գիտենք, որ հայ-ադրբեջանական այսպես հարաբերությունները ուղիղ պրոյեկտվում են նաև հայ-թուրքական հարաբերությունների վրա եւ կարելի է ակնկալել նաև հետագայում հայ-թուրքական հարաբերությունների այսպես ջերմացում եւ սահմանի բացում, ընդհանուր առմամբ TRIP-ի նաև տնտեսական էֆեկտների մասին խոսենք, ինչ է տալու TRIP-ը հատկապես Հայաստանին, որովհետև ելի եմ ասում շեշտադրումը միշտ այլ երկրների մասով է արվում, եւ հասկանանք նաև թե հայ-ադրբեջանական սահմանի եւ ապա նաև հայ-թուրքական սահմանի բացումը ինչ կարող է տալ։ Եթե մենք վերցնենք մի իրողություն, բոլոր կոմունիկացիաները ապաշրջափակված են տարածաշրջանային եւ դրա մաս դիտարկենք նաև TRIP-ը, ըստեյության օգուտները բազմաշերտ են, առաջին ուղղությունը դա որպես տրանզիտային երկիր հանդիսանալն է եւ բազմաթիվ օրինակներ ունենք եւ վառ օրինակներից մեկը Արևան Վրաստանն է տրանզիտային երկիր հանդիսանալով ուրեմն տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարների բյուջետային եկամուտներ է գեներացնում այդ երկիրը միայն բյուջետային եկամուտների մասին, եթե խոսենք, մնացած ասպեկտներ չդիտարկենք, ես արդեն նշեցի Միջիմիջանսկի հանգամանքը եւ դա հատկապես ներկա աշխարհակահաղական անկայուն իրողությունների պայմաններում լուրջ, այսպես այլընտրանք կարող է հանդիսանալ Չինաստանից Եվրոպա բեռնափոխադրումների համար եւ այդ ապրանքային հոսքերի այսպես մեջ գտնվելը կամ որպես այդ շղթայի օղակ հանդիսանալը վստահաբար օգտակար կարող է լինել Հայաստանի Հանրապետության համար։ Շատ կարևոր է նաեւ, որ Հայաստանը հնարավորություն է ունենում մուտք գործել այն շուկաներ, որոնք էլի լոգիստիկական սահմանափակումների պատճառով ըստ էության մեզ համար փակ են եղել միջինասիական շուկաները, էլի մենք խոսում ենք, տեսեք, ղազախական ցորենի մասին կամ այլ, ուրեմն ապրանքների մասին, դրանց հնարավորությունը թե արտահանման առումով, թե ներմուծման դա ենթակա է դեռևս գնահատման, բայց էլի լոգիստիկական կարողություն ունենալը շատ կարևոր է։ Մյուս կարևոր հանգամանքը նաև եթե էլի TRIP-ը դիտարկենք որպես Միջիմիջանսկի բաղադրիչ, դա հնարավորությունն է մուտք ունենալ Եվրամիության շուկա։ Դա բնականաբար հայ-թուրքական սահմանի բացման ուրեմն իրողության կամ պայմանի դեպքում կարող ենք այդ մասին խոսել, բացի այդ օրինակ Թուրքիան եւս բականի մեջ ագրգռվածություն ունի ակտիվացնել տնտեսական հարաբերությունները, ավելի ակտիվացնել ուրեմն միջինասիական երկրների հետ, Թուրքիայի արևելյան տարածաշրջանները ունեն արտահանման զգալի պոտենցիալ եւ այդ պոտենցիալը այսօր որոշակիորեն կաշկանդված է նաեւ լոգիստիկական խնդիրների պատճառով եւ կան գնահատականներ, որոնք ցույց են տալիս, որ արևելյան շրջաններից դեպի միջինասիական երկրներ արտահանումը կարող է մինչև անգամ եռապատկվել, եթե այդ կապուղին էժան, համատաբար էժան կապուղին գործարկվի։ Այսինքն դա միայն մեզ չէ, որ պետք է։ Միայն մեզ չէ, որ պետք է, դա Ադրբեջանին եւս պետք է եւ եթե մենք խոսում ենք նայեք այն առումով, որ տեսեք հիմա դուք նշեցիք ձեր խոսքի մեջ, որ Ղազախստանից Ադրբեջանով ցորենի գալը դա ենթադրում է որոշակի կախվածություն Ադրբեջանից, նույն տրամաբանությամբ եթե մենք առաջնորդվենք, եթե Հայաստանի տարածքով Ադրբեջանը ուրեմն Նախիջևանի Հանրապետության հետ կապուղի է ստանում, ապա նաև այս ուղղությամբ կախվածության հանգամանքի մասին ինչու չենք խոսում, որովհետև ուրեմն Նախիջևանի եւ Ադրբեջանի հիմնական մասի միջև պոտենցիալ բեռնափոխադրումները եւս զգալի ծավալներ են կազմում եւ այդ հոսքը Հայաստանի տարածքով անցնելը շատ էական, թե տնտեսական, թե նաեւ քաղաքական տարածաշրջանային նշանակություն կարող ունենալ։ Այսինքն փոխադարձ կախվածությունների մասին է խոսքը։ Փոխադարձ է եւ պետք է նաեւ հաշվի առնել, որ այդ լոգիստիկական շղթայի օղակ հանդիսանալը ինքը ոչ միայն տրանսպորտային հոսքերի այսպես մասին է, հա, այլ նաև ամենատարբեր ծառայությունների մասին է եւ դու կարող ես այդ ծառայությունների օրինակ ապահովագրական ծառայությունների
այլ բնույթի ֆինանսական ծառայությունների, ուրեմն հարակից, ասենք, պահեստավորման, ապրանքային հոսքերի սպասարկման, տեղեկատվական սպասարկման հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մակարդակ Հայաստանում մեր ընկերությունները ունակ են նմանօրինակ ծառայություններ մատուցել, այսինքն այդ կապուղու գործարկումը ինքը փոխանցման էֆեկտով նաև այլ հարակից ուղղություններում հնարավորություն ունի տնտեսական ակտիվությունը խթանող գործոն հանդիսանալ զբոսաշրջային ծառայությունների առումով ևս կարող է այստեղ նշանակալի դերակատարում լինել։ Այսինքն, այսպես աքսիոմատիկ է, որ փակ սահմանը ինքը կաշկանդում է զարգացումը եւ բնականաբար բաց սահմանը զարգացման նոր հեռանկարներ է ստեղծում։ Ես կարող եմ մեջբերել Համաշխարհային բանկի զեկույցներից մեկը, որտեղ խոսվում էր այն մասին, որ փակ սահմանների առկայությունը այս պահի պոտենցիալից, եթե առաջնորդվենք այս պահի պոտենցիալով, Հայաստանի արտահանման կարողությունները սահմանափակվում է առնվազն 1/3-ով։ Այսինքն, եթե մենք նույն տնտեսական պոտենցիալի պայմաններում ունենայինք բաց սահմաններ, ապա մեր արտահանումը կլիներ առնվազն 1/3-ով ավելի մեծ։ Կամ կարևոր խնդիր էլ կա, որ եթե քո արտահանումային շուկաները մոտենում են, այսինքն այստեղ մենք ավելի մոտ շուկաներում արտահանում կատարելու հնարավորություն չունենք, եւ մեր շուկաները աշխարհագրական առումով ավելի հեռու են տեղակայված, այսպես նույն ապրանքային շուկան, այսպես ճակերտավոր մոտեցնելու պարագայում դու արտահանումը վերապես ընդլայնելու հնարավորություն ունես։ Կան գնահատականներ, եթե քո ապրանքային շուկան ընդհանրենք 1000 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, դու հնարավորություն ունես այդ հեռավորությունը կրճատել օրինակ իսով չափ, մոտեցնել 500 կիլոմետրով, ապա դա պոտենցիալ է պարունակում ապրանքային այդ արտահանման ծավալը առնվազն 70%-ով ավելացնելու համար։ Սա ևս միջազգային կառույցների, այսպես մաթեմատիկական մոդելների վրա արված գնահատում արդյունքներից մեջբերումներ են։ Այսինքն հնարավորությունները, եթե մենք խոսում ենք հնարավորություններից, բազմաթիվ են։ Բնականաբար ռիսկեր էլ կան եւ կամական տնտեսական գործունեությունը ռիսկ է ենթադրում եւ այստեղ բայց պետությունը ունի բոլոր գործիքները այդ ռիսկերը նվազեցնելու, արդյունավետ կառավարելու համար։ Քանի որ ռիսկերից խոսեցիք, պարոն Քթոյան, տեսեք, հիմնականում երբ խոսքը գնում է հայ-ադրբեջանական եւ հատկապես հայ-թուրքական սահմանի բացման մասին, այստեղ շեշտադրումը ավելի շատ ռիսկերի ու վտանգների մասին են, բայց ոչ տնտեսական օգուտների եւ առհասարակ օգուտների եւ դրական էֆեկտների։ Շատ է խոսվում այն մասին, որ եթե հայ-թուրքական սահմանը բացվի, Թուրքիան մեզ պարզապես տնտեսապես կկլանի, կուլ կտա կամ ինչպես իրենց բարերով եթե ասեմ մեջբերեմ։ Ընդհանուր առմամբ հայ-թուրքական սահմանի բացման նախ կուզենամ ռիսկերի մասին խոսենք, այդ ռիսկերը կառավարելի են թե ոչ, եւ նաեւ դրական էֆեկտների մասին խոսենք, թե դա ինչ կարող է տալ Հայաստանին։ Էլի այստեղ շեշտադրումը Հայաստանն է, որովհետեւ ինչքան է որ խոսում են Թուրքիայի ու Ադրբեջանի դրական էֆեկտների մասին, բայց հասկանանք թե մենք ինչ ենք շահում դրանից։ Նախ պետք է նկատի ունենանք, որ Թուրքիայի սահմանը մենք չենք փակել, այլ Թուրքիա։ Այսինքն ստացվում է բաց սահմանը Թուրքիային ձեռնտու է, բայց Թուրքիան նաեւ փակել է սահմանը։ Այսինքն այստեղ պարադոքս է, հետեւաբար այդ տրամաբանությունը, որը որ նշեցիք, կամ այդ պնդումը իր հիմքում մի քիչ թույլ տրամաբանություն ունի։ Ինչ կարող է շահել այստեղ բավականին բարդ է, իհարկե, երբ մենք խոսում ենք բաց սահմանների մասին, դրանք նախադրյալ են եւ այդ նախադրյալները դեռ պետք է օգտագործվի։ Կարևոր այսպես հնարավորություններից մեկը առաջի հերթին դա կոմունիկացիան է Եվրամիության երկրների հետ եւ Եվրամիության շուկաների պոտենցիալի օգտագործում։ Իհարկե, այնպես չի, որ դա անխոչնդոտ ճանապարհ է եւ ինքնըստինքյան ենթադրում է, որ այդպես կլինի, չէ, պետք է պարզապես էլի տարբեր գնահատականներ կան, որոնք ցույց են տալիս, որ Եվրամիության երկրների հետ մենք օգտագործում ենք մեր արտահանման ուրեմն ներուժի շատ փոքր մասը, այդտեղ 30, առավելագույնը 30%, 25-30% է եւ մի երկու անգամ ավելի շատ առնվազն պոտենցիալ կա, որը մենք չենք օգտագործում։
այդ պոտենցիալի օգտագործումը այսօր երկկողմ եւ բազմակողմ բանակցությունների առարկա պետք է դառնա, որովհետեւ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է եւ հայաստանյան ապրանքների մուտքը եվրոպական շուկա, թեկուզ եւ ավելի հեշտացված լոգիստիկայով, ինչպեսին որ կարող են լինել Թուրքիայի տարածքի սահմանի բացման պարագայում, այնուհանդերձ դա նշանակում է որ ԵԱՏՄ տարածքից ապրանք մտավ Եվրոմիություն, այստեղ արդեն բոլորին այլ կարգավորումներ են, այստեղ աշխատանք կա անելու բավականին շատ Թուրքիայի հետ եւս ուրեմն բանակցությունների լայն դաշտ կա եւ բարդ բանակցությունների կոնկրետ ինչ ուրեմն ապրանքային խմբերի համար ինչ ռեժիմներ կարող են գործել, ինչ վերաբերում է նրան, որ թուրքական ապրանքները կողողեն հայաստանյան շուկան, նախ մենք այսօր էլ Թուրքիայի հետ ունենք արտաքին ակտիվ առևտուր եւ այդ առևտուրը ենթադրում է ավելի շատ գերազանցապես ներմուծում, քան արտահանում եւ այդ ներմուծումը այսօր իրականացվում է Վրաստանի տարածքով, բաց սահմանների պարագայում, այո, այդ ներմուծումը կարող է լոգիստիկ առումով մի քիչ ավելի քիչ ծախսեր ունենալ եւ այն միջնորդները, որոնք կան հիմա, այդ միջնորդական ինչ-որ օղակ կարող է այդտեղից դուրս գա, այսինքն նույն ապրանքները կարող են ներմուծել, մի քիչ ավելի էժան կարող է լինել, ասել որ դա Թուրքիայի հետ առևտրաշրջանառություն կա, պարզապես Վրաստանի միջոցով։ Բնականաբար կա, տարեկան տարբեր գնահատական, տարբեր տարիներին տարբեր եւ առնվազն $250 միլիոն, 300-350 միջև այդ առևտուրը մենք ունենք եւ դրա այսպես 95%-ը ներմուծումն է։ Եվ մեր շուկաներում կարելի է տեսնել թուրքական ապրանքներ եւ դա հենց Վրաստանի միջոցով, այսինքն եթե մենք խոսում ենք այն մասին, որ ընդհանրապես մի միջնորդ մեջտեղից դուրս է գալու, դա այն քրիտիկական ազդեցությունը գների վրա չի ունենա, որ մենք համարենք, որ այստեղ էքսպանսիա կլինի եւ այլն։ Եվ բացի այդ, եթե մենք էլի խոսենք այն մասին, որ եթե Թուրքիան ունի այդ նպատակը, այդ նպատակ իրականացնելու բազմաթիվ գործիքներ կան, որոնց համար փակ սահմանը խոչընդոտ չի, ըստ էության։ Եվ հակառակը մենք այսպես տարբեր երկրներ օրինակը կարելի է բերել, փակ սահման դեռևս չի աշխատում, որ քո ներքին արտադրությունը կարող է մրցունակ լինել։ Հակառակը փակ սահմանի պայմաններում ներքին արտադրությունը ինչ-որ առումով ավելի կոմֆորտ է եւ դա ընդհանրում է ցածր մրցակցային միջավայր, ցածր արդյունավետություն ինչ որտեղ եւ բարձր գներ այլ հավասար պայմաններում եւ դեռ հարց է թե բաց սահմանների պարագայում մենք ինչ իրողություններ կունենանք ավելի շատ խնդիրներ թե հնարավորություն օրինակ ներդրումներ կատարելու տեխնոլոգիական գործընթացների մեջ արդյունավետություն բարձրացնելու համար եւ բացի այդ այսպես տարբեր շուկայական սեգմենտների մասին մենք կարող ենք խոսել եւ նաեւ ամենակարևոր հանգամանքներից մեկը որ Հայաստանի Հանրապետությունն ունի ինքը գործիքները, որոնք որ կարող է սահմանել, կիրառել առանձին, ասենք, ապրանքային շուկաների համար, առանձին գործընթացների համար, ուրեմն արտադրողներին մենակ չթողնելու կամ ի սկզբանե ոչ բայնպաստ միջավայր չձևավորելու համար։ Այստեղ բոլոր հնարավորությունները կան։ Այստեղ գործընթացը եւ նորից մենք պետք է որպես մեկնակետ վերցնենք այն հանգամանքը, որ փակ սահմանը ինքը կաշկանդող հանգամանք է։ Բաց սահմանը այո հնարավորությունների հետ միասին այս սպառնալիքներ է ստեղծում, այդ սպառնալիքները պետք է կառավարելի են, ճիշտ է։ Կառավարեն, կան գործիքներ, այո, կան գործիքներ։ Շուկաներից նաև խոսենք, պարոն Քթոյան, քանի որ ԵԱՏՄ շուկայից խոսեցիք, օրերս Օվերչուկը հայտարարել էր, որ ԵԱՏՄ շուկան շատ դինամիկ եւ ճկուն աճում է եւ նաև դրանից բնականաբար օգտվում են բոլոր այն երկրները դրական էֆեկտներից, որոնք ԵԱՏՄ շուկայի մաս են կազմում։ Գիտեք, որ վերջին շրջանում Հայաստանում նաև խոսակցությունները այն մասին են, որ դեպի Եվրոպա, Եվրամիություն գնալու մասին են, անգամ օրենքի մակարդակում դա արձանագրվեց, բայց հասկանալի է, որ դա շատ ժամանակատար պրոցես է եւ գործընթաց, բայց ամեն դեպքում տեսեք ԵԱՏՄ-ի
Ռուսաստանից հատկապես այդ մասով շատ հայտարարություններ է հնչում, որ նախ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել եւ ԵԱՏՄ-ում եւ Եվրամիությունում, ինչը հասկանալի է, բայց ամեն դեպքում ԵԱՏՄ-ում մնալով Հայաստանը ինչ, այսպես ասած, տնտեսական շահեր ունի եւ այդ շահերը արդյոք ավելի մեծ են, քան օրինակ ԵԱՏՄ-ից դուրս գալու պարագայում կարող են լինել եւ նաեւ ԵԱՏՄ-ից դուրս գալու առումով ինչ ռիսկեր ու վտանգներ կարող են լինել։ Հասկանանք, թե մնալը մեզ այնտեղ ինչ է տալիս եւ նաեւ դուրս գալը ինչ կարող է տալ։ Այստեղ տեսեք, այդ օրակարգի մեջ մի քանի, այսպես հիմնարար հասկացություններ կան, որոնք պետք է նախ հասկանանք։ Առաջինը Հայաստանը հիմա հանդիսանում է շարունակում է լինել ԵԱՏՄ անդամ։ Հաջորդը կան երկրներ, որոնք որ ԵԱՏՄ անդամ չեն եւ ԵԱՏՄ երկրների հետ առևտուր են անում։ Այսինքն ԵԱՏՄ անդամ լինել չլինելը ԵԱՏՄ-ի հետ առևտուր անել չանելու, այսպես հետ առողջություն չունեն։ Եվ բացի այդ ԵԱՏՄ անդամ հանդիսանալը չի նշանակում, որ դու կաշկանդված ես որևէ այլ երրորդ երկրի հետ կամ երկրների խմբի հետ կամ միության հետ ակտիվ հարաբերություններ ծավալելու։ Ըստ էության ԵԱՏՄ շուկան եթե դիտարկենք, համաշխարհային շուկայի շատ փոքր մասն է, 3% մոտավորապես։ Այսինքն ԵԱՏՄ անդամ լինելով դու չես կարող քեզ շռայլություն թույլ տալ կաշկանդված լինել որևէ կերպ մյուս 97%-ի հետ հարաբերություն կառուցելու համար, մեկը մյուսին ըստ էության չի բացառում։ Այսինքն այստեղ այդ խոսույթի մեջ արհեստականության շատ էլեմենտներ կան եւ սուտ տնտեսական ասպեկտով որ նայում ենք, այո, Հայաստանի պետական շահը պահանջում է դիվերսիֆիկացնել իր հարաբերությունները, առողջ հարաբերություններ ունենալ թե ԵԱՏՄ երկրների հետ եւ թե ոչ ԵԱՏՄ երկրների հետ, այդ թվում նաեւ Եվրամիության երկրների հետ, մեկը մյուսին որևէ կերպ չի բացառում եւ ես ցանկանում եմ նաեւ հիշեցնել, որ ԵԱՏՄ ստեղծման այսպես թիրախներից մեկը հեռանկարային այսպես առավելություններից մեկը, որը որ ազդարարվում էր դեռևս 10 տարի առաջ, ընդ որում ազդարարվում էր ուրեմն Ռուսաստանի պաշտոնատար անձանց կողմից, դա Եվրամիության հետ հարաբերությունների ակտիվացումն էր։ Այսինքն, որպես կարևոր փաստարկ ԵԱՏՄ մաս կազմելու օգտի նշում էր, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում կամ ԵԱՏՄ-ի միջոցով ԵՄ-ի հետ առավել ակտիվ հարաբերություններ կառուցել է շտանում։ Իսկ դա իրականում այդպես է, թե այդպես չէ։ Ըստ էության բարդ է ասելը, որովհետև ուրեմն այստեղ մաքսային ռեժիմների խնդիրն է, մաքսային ռեժիմների հարցն է, համենայն դեպս եթե փորձենք հասկանալ այն տրամաբանությունը, որը որ կար, իսկ տրամաբանությունը հետևյալն էր, կամակական տնտեսական միություն ստեղծում է տնտեսական օգուտներ քաղելու համար, արդյունավետ օրինակ օպերացիոն կապեր ձևավորելու համար։ ԵԱՏՄ ստեղծման այսպես նպատակներից մեկը, որը ազդարվել է, հենց դա է եղել, այսինքն եթե տարբեր երկրներ միևնույն տեխնոլոգիական շղթայի երկայնքում տարբեր այսպես օղակներին համապատասխան արտադրանք են թողարկում, իրենք մեկ միության անդամ կազմելով այդ արտադրական շղթան շատ ավելի արդյունավետ կարող է գործարկվել եւ այդ շղթայի շրջանակներում թողարկվող արտադրանքը տեխնոլոգիական շղթայի դուրս եկող արտադրանքը ավելի մրցունակ կլինի եւ ավելի հեշտ կարող է դրանով հնարավոր լինի մտնել այլ շուկաներ, այդ թվում նաեւ Եվրամիության շուկա։ Տրամաբանությունը սա էր, միգուցե սա էր, բայց փաստը այն է, որ ամենայն դեպս այդ նպատակը ուրեմն միասնական կոոպերացիոն կապերի ակտիվացման կամ ԵԱՏՄ ուրեմն շրջանակներում ակտիվ այսպես արտադրական շղթաների ձևավորման դեռևս ամենայն դեպս գնահատականները չկան գնահատականներ, որոնք ցույց կտային, որ այդ գործընթացը բավարար ակտիվությամբ է ընթանում։
Ամեն դեպքում պարոն Քթոյան, ԵԱՏՄ-ից դուրս գալու, եթե նման իհարկե ցանկություն լինի, մենք սա պարզապես քննարկում ենք այդ սցենարը հնարավոր հավանական։ ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հավանական բացասական էֆեկտները որոնք կարող են լինել, որովհետև մենք գիտենք, որ տնտեսությունը եւ տնտեսական կախվածությունը երբեմն նաեւ լծակ է դառնում քաղաքական առումով եւ քիչ չեն դեպքերը, երբ մենք տեսնում ենք, որ քաղաքական որոշակի անհասկացվածությունների պայմաններում տնտեսական լծակները կիրառվում են նույն Լարսի ճանապարհի մասին խոսեցիք, մենք նկատում ենք, որ երբեմն դրանք արհեստականորեն փակվում են որոշ տեսակի ապրանքների համար եւ այսպես շարունակ։ Այսինքն այս խոսակցությունները, որ բարբերաբար լսում ենք Ռուսաստանից ամենատարբեր պաշտոնյաներից, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը առաջին հերթին ձեռնտու չէ, այսպես ասեմ, Հայաստանի համար։ Դա իսկապես այդպես է, թե սա հիշեցում է, որ տնտեսապես մենք կախված ենք եւ այդ լծակը իրենք ամեն դեպքում օգտագործելու են։ Եվ դուրս գալը ամեն դեպքում հեշտ չի լինելու, եթե նման ցանկություն լինի։ Ես զերծ կմնամ քաղաքական գնահատականներին անդրադառնալուց, զուտ, եթե տնտեսական իրողությունները դիտարկենք, որևէ բան չի արգելում որևէ հանգամանք, ամենայն դեպս իրավական հանգամանք, որը որ ամրագրված է ՀԱՏՄ կանոնադրությամբ, փաստաթղթերով կամ համաշխարհային առևտրի, այսպես իրավական կարգավորումներով առևտուր անել ՀԱՏՄ որևէ երկրի հետ կամ ՀԱՏՄ անդամ չհանդիսացող երկրի հետ։ Ես չեմ կարող գնահատել որևէ սցենարի հավանականությունը, բայց մինչև ՀԱՏՄ անդամ հանդիսանալը Հայաստանը Ռուսաստանի հետ մինչև ՀԱՏՄ ձևավորումը ակտիվ տնտեսական հարաբերություններ իրականացնում էր։ Ոչ ՀԱՏՄ անդամ երկրները եւս ոչ ՀԱՏՄ անդամ երկրներ կան, որ Ռուսաստանի հետ ակտիվ հարաբերություններ ունեն, Բելարուսի, Ղազախստանի, Օրինակ Ադրբեջանի։ Այսինքն այստեղ եթե արկա իրավակարգավորումներով առաջնորդվենք, այստեղ որևէ սահմանափակում չկա։ Եվ մնացածը արդեն քաղաքական դաշտում է, որը ես չեմ կարող մեկնաբանել։ Շնորհակալ եմ, պարոն Քթոյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի տնտեսագետ Արմեն Քթոյանի հետ, կհանդիպենք։